Պարոն Փաշինյան, այստեղ խախտումների մասին էին խոսում, միայն թե ասում էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն են ասում, եւ մրցակիցները, ես չեմ հասցրել հետևել թե ինքնին են ասում, որովհետեւ ընտրատեղամասի ունեցել այդ թվում մարզերից։ Նախ բազմաթիվ նաև տեսանյութեր կան արձանագրված, այսինքն հաստատական տվյալներ կան ըստ էության, որոնք իրավապահները մինչ այս պահը չեն արձանագրել, համայնքի ղեկավարները, ասում որ հասկանալի լինի ինչի մասն է հարցը, համայնքի ղեկավարներն են ուղեկցել, մի շարք ընտրատեղամասի դիմաց քրեական պատգամավորներ են եղել, բանակը Մեղրիում օրինակ 11-ից հետո արդեն հաջորդ օրը քվեարկել է տեսանյութ կա Պապիկյանի մեր կարող են ցույց տալ, ինչպես է ստացվում, բանակի լայն ներգրավվածություն է նաև եղել, վարչական լծակն է կիրառվել, ձերբակալություններ են բազմաթիվ եղել, եւ վստահ եք, որ մեծամասնություն եք նաև կազմելու, բացառում եք, որ մենք համարական դատարան գնում ենք այդ խախտումների հիմքով եւ վստահություն գործերից եւ հետընտրական զարգացումներ չեն լինում, շնորհակալություն։ Ձեր բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրակեղտիքների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված է։ Տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ դա, որպես ես կառավարության իշխանական ուժի ղեկավարը։ Ես գիտեմ, ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականները, որտեղ ասում են ամեն բան, հատկապես իրավապահ մարմինները հետաքննեն եւ ինչ փաստերին արժանանան գնահատել։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամարտահայտման հնարավորություն, եւ եթե ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտել է, դա խախտել է պատերազմի եղանելու կուսակցության արժանած ընտրակաշառքների ձևով, եւ բոլոր ընտրակաշառքները պետք է երկար տարիներ անցկացնեն բախում։ Սա դարձյալ համակարգի իմ պահանջն է նրանք բոլորը ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանք մեղքը պիտի արտահայտվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետք է չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառակու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկարի, շարժման մենք պրոբլեմ ունենք դատաիրավական դեպքում։ Եվ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցները, որովհետև նախորդող շրջանում ինչ որ ընտրակաշառակուրների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունք որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը, եւ մենք այդ պատասխանի հետևից Այդ ընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն, Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետք է ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետք է ոչնչացվեն իրենց 3 լիդերներով, ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետք է բանտում։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Դավիթ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արաբների բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու։ Շնորհակալություն Մադիկ Թարսիսյան։ CDF գերմանական հեռուստաընկերությունը, ես հարցովս եմ ձևակերպեմ, բայց դուք խնդրեմ անգլերեն պատասխան։ Ինտերնացիոնալ, այո, բոլորը ուրախացան։ Вопрос следующий. После получения главного мандата, после победы на выборах, получив мандат, какой главный мандат вы получили и какие 3 приоритетных шага сейчас в вашей новой повестке? Our priorities, of course, first of all, connected with regional peace and stability. And we are starting the implementation of 3 projects, and that is very important, not only regionally, but internationally as well. And it will, I'm sure, bring a huge investments to the Republic of Armenia and to our region, which is very important. And of course, we are going to level up our country in terms of democracy, in terms of independence, in terms of
economic prosperity, in terms of prosperity, and that's it. Of course, now we have some new very important investments. Some artificial AI factories are being established in the Republic of Armenia, and I'm sure in the close cooperation with U.S. administration, because you know that last year I signed MOU on cooperation on artificial intelligence and technologies with President Trump, and it is already bringing concrete and tangible results, and that process will continue. Օրագիր Պարոն Փաշինյան, դեռ խոսում նշեցիք, որ ընտրություններին սկսեն հաղթել են։ Լեզվային հարցը շատ կարևոր է ձեր հաղթանակի գաղտնիքով։ Say that. հանկելի լրագրողներ, Մյուսների դնդրողներին ներեցեք, սիրելի Անի, շնորհակալություն, այսքանով եզրափակենք, շնորհակալություն բոլորին ներկայության համար։